Ապրիլի 27-ին Նինոսմինդայի մարզադպրոցի ֆուտբոլի երկու թիմերը մարզիչներ Աշակ Պոդոսյանի և Վանիկ Բդոյանի ղեկավարությամբ մասնակցեցին Ախալցիխեում անցկացվող ջավախքի առաջնությանը և վերադարձան առավելագույն հաջողություններով։ Ուրեմն ելնով արդից ողջունում եմ այս տարվա սեզոնը, որ նոր է սկսվել ֆուտբոլի առաջնությունը Ջավախեթում, մեր թիմերը երկու թիմ մասնակցում են Ջավախքի առաջնության։ Ասեմ, որ երկարատև սպասումից հետո ավաղ ոչ էլ կարողն է բացվել, այսպես ասեմ, այս բնակլիմայական պայմաններում այսպիսի հաջողության հասնելու համար շատ աշխատանք էր պետք, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ խաղադաշտից դուրս գանք, գոնե չպարտված, գոնե ամոթով չմնանք, հակառակը մենք այս վերջի խաղում մեկն էլ ենք Ախալցիխե, երկու թիմն էլ պատվով դուրս եկան, երկու թիմն էլ հաղթեցին։ Ես ասեմ, որ այս տարի ինձ հանձնարարված է փոքրերի թիմը Դինամոյի, որը պատկանում է նաև Դինամո կազմակերպության ակադեմիային, այնտեղ որտեղ ման են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ, որպեսզի հափշտակ տանեն, այսպես ասեմ, կուզենայինք որ մի քանի հատ ունենայինք ներկայիս նմանատիպ ֆուտբոլիստ ես որպես մասնագետ չեմ տեսնում, բայց ապագայում միգուցե ունենանք։ Ասեմ, որ շատ հետաքրքիր անցկացվեց խաղը, քանի որ այս տարի խաղերը ոչ միայն խաղում ենք մի քաղաքում բոլոր թիմերը, այսպես է, պետք է մի խաղ դրսում խաղանք, մյուսը ընդունենք մեր դաշտում, մեր Փարվանա մարզադաշտում։ Ես շնորհակալություն ասեմ այն մարդկանց, ովքեր որ թիմին աջակցում են, մարզադպրոցի տնօրինությունը ամեն ինչով աջակցում է, ինչ որ հնարավոր սահմաններում իր ուժերի վեր է, իր ուժերի համապատասխանում է, նա կողքի չի կանգնում, միշտ անգամ մեր կողքին է։ Հուսանք, որ այս տարի առավել ևս նորաստեղծ թիմով ես չենք իհարկե պատկերացնում ինչպիսի առաջիկա 7 թիմ է, ինչ հաջողություններ կունենանք, ավաղ կուզենք, որ աշխատենք գոնե միջին մագարտակի առաջնությանը գոնե միջին մագարտակով մնանք։ Աղյուսակում վերջի տեղ չզբաղեցնենք, գոնե միջին գոնե 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղը զբաղեցնենք, դա նորմալ է նորաստեղծ թիմին, քանի որ այդ թիմերում հետ որ մենք հիմա մասնակցում ենք խաղերի, դրանք անցած տարի առաջնության են մասնակցել, բոլորն էլ փորձառու են, բոլորն էլ մեզանից կազմակերպված են, մենք չենք ասում, որ անկազմակերպ է մեր թիմը, քանի որ մեր թիմը նորաստեղծ է, մենք էլ ենք ման գալիս այնպիսի խաղացողներ, որ հակառակորդի դեմ այնպիսի թիմ տրամադրենք, որ ամոթով դուրս չեկանք։ Շատ լավ է, որ երեխաները շատ են, շնորհակալություն երեխաներից, բայց այդ մագարտակի ներկա պայմաններում այդ մագարտակին չենք կարող հասցնել, որպեսզի ամենալավերին խաղացնենք։ Երկու խաղ արդեն մի հատ անգերական ենք խաղացել, մի հատ կալենդարային ենք խաղացել։ Նայում ենք, շուրջերս նայում ենք, որպեսզի մենք էլ հայտարարենք լավ ֆուտբոլիստ, որ թիմ ավելի հաջող հանդես գա, ավելի պատվով դուրս գանք այս մրցաշարից։ Valayan kısa yesakim ben. Vali! Gol! Վերջին տարիներին մեր շրջանում ակտիվ առաջընթաց է ապրում մարզական կյանքը։ Բազմից են մեր մարզիկները աչքի ընկնում իրենց հաջողություններով, ու այս ամենի մեջ մեծ է մարզիչների աշխատանքը, մարզադպրոցի ու քաղաքապետարանի աջակցությունը։ Արդեն սկսվել է տարածաշրջանի խաղերը, առաջի խաղը խաղացինք Ախցխայում, շատ հաջող խաղացինք, 10-ով 1 հաղթեցինք, շատ լավ
Առաջ ընթացել, առաջ խաղին համար հետագայում տեսնենք, աշխատենք իրենք խոստացել են, որ առաջ տեղ դառնեն, տեսնենք խոստավորումները ինչ է գալի։ Մենք եք աշխատենք, որ լավ պարապենք։ Հաջորդ խաղը ամսի 3-ին Բորժումի հետ է, ստեղ է։ Դրա պատրաստվենք այդ խաղին։ Տեսնենք ինչ գալի, բայց որ կպատրաստվենք, մենք է չիտենք, այստեղ ոչ դաշտ կա, այնտեղ լոդկով դե անցնի ստադիոն, լոդկա չունենք, այստեղ է սա այս պրովոլկանում մեջ լավոր տեղեքը էշկերը չեն խայցնե, փորերը չեն խայցնե։ Քիչմեդի հարմարությունն ու նոր աշվի թիմ կունենանք, թե չէ ինչ են ինքստեղ, շկանոն ենք էդ է։ Создатель этого турнира Гела Майсурадзе, мы очень сильно ему благодарны и мы рады, что мы играем в таких командах. Позавчера у нас прошел турнир, мы в этом турнире выиграли его команду 10-1 со счетом, я забил 3 гола, был очень рад и команда, все очень были рады, что мы выиграли. Ջավախքի առաջնության խաղերը շարունակվում են։ Հերթականը պետք է տեղի ունենա Նինոց Մինդայի Փարվանա մարզադաշտում։ Ցանկանանք մեր մարզիկներին հաջողություն։